Ամեն փառքը միմիայն Աստծուն, մեր բոլոր աղոթքները միմիայն Աստծուն եւ պատասխանը միմիայն Աստծուց։ Մենք կարող ենք խնդրել, փնտրել, փափագել, բայց կանչված ենք սպասելու Աստծո պատասխանին, որովհետեւ այդ պատասխանն է միայն կատարյալ, ամբողջական, բարի եւ մեր կյանքի համար հաճելի։ Թող Աստված շնորհի, որ իրեն սպասող եկեղեցին ամեն ինչում սպասի, հարատևի եւ կարողանա այդ համբերությունն ու տոկունությունը ցույց տալ։ Այս անցնող սերտողության ժամանակ սերտողությանը, որ ներկա էին, ասացինք, եթե Կիրակի օրը գանք եւ իրար հարցնենք ինչպես եք, ինչ պիտի պատասխանենք։ Սպասում ենք։ Քրիստոսի եկեղեցին, Քրիստոսին սպասող եկեղեցի է։ Քրիստոսի եկեղեցին կանչված է սպասման մեջ ակտիվորեն գործելու, ծառայելու, այդ սպասումը պասիվ վիճակ չէ։ Եվ այսօր, մինչ կնայենք Աստծո խոսքի այս հատվածը, շատ ավելի անձնական պիտի վերցնեք այս խոսքերը, որովհետև այս հատվածում չի խոսվում առաքյալի մասին, չի խոսվում եկեղեցու երեցների մասին, խոսվում է եկեղեցում ապրող, գործող հավատացյալների մասին։ Փիլիպպեցիներին ուղղված նամակը շատ հետաքրքրական նամակ է։ Մենք արդեն տեսանք Պողոսի օրինակը, այնպես չէ։ Պողոսն առաքյալ էր, համարձակ, աշխուժ, ակտիվ, բայց նաև տեսանք Տիմոթեոսին։ Տիմոթեոսը եկեղեցու, առաջի դարի եկեղեցու երեցներից մեկն էր, երիտասարդ, համեստ, զուսպ, մի քիչ ամաչկոտ, բայց այսօր պիտի նայենք մի անձի, մի կյանքի, որ ձեր միջից է, մեր միջից է, պարզ, աննշան, վարակույրի ետևում գործող, ապրող, բայց նվիրյալ օրինակ, Քրիստոսանմանության օրինակ, անունը շատ բարդ ու երկար է, Եփափրոդիտոս, բայց պիտի փորձենք միասին նայել եւ տեսնել, թե այս անձի կյանքի մեջ ու կյանքի միջոցով Աստված ինչ ունի մեզ սովորեցնելու։ Լսեցեք Աստծո խոսքը։ Փիլիպպեցիներին ուղղված նամակ 2-րդ գլուխ 25-ից մինչ 30 համարները։ Հարկ համարեցի ձեզ մոտ ուղարկել Եփափրոդիտոս եղբորը, իմ գործակցին ու զինակցին, որին ուղարկեցիք կարիքներս հոգալու համար, որովհետև նա էլ ձեզ բոլորիդ տեսնելու խիստ փափագ ուներ եւ մտահոգված էր, որ լսել էիք, թե ինքը հիվանդացել է։ Եվ հիրավի, մերձի մահ հիվանդացավ, մինչև մահվան շեմ, այսինքն, մերձ իմահ հիվանդացավ, բայց Աստված ողորմեց նրան եւ ոչ միայն նրան, այլ ինձ էլ, որպեսզի տրտմության վրա տրտմություն չունենամ։ Ուրեմն նրան ավելի շտապ ուղարկեցի, որպեսզի դարձյալ տեսնելով ավելի ուրախ լինեք եւ ես էլ անտրտում լինեմ։ Արդ նրան Տիրոջով ամենայն ուրախությամբ ընդունեք եւ այդպիսիներին պատվեք, որովհետեւ Քրիստոսի գործի համար մահվան շեմին հասավ, կյանքը վտանգելով, որպեսզի ձեր պակասը լրացնի ինձ ծառայելու հարցում։ Ամեն Աստծո խոսքին։ Պողոս հրյա էր, Տիմոթեոսը կես հրյա, այս մարդը ամբողջությամբ հեթանոս, ոչինչ չգիտենք իր կյանքի մասին, ոչինչ չգիտենք իր անձնական կյանքի մասին, հավատքի փորձառության, դարձի մասին, բայց գիտենք դրա արդյունքը ինչ է, գիտենք հետևանքը ինչ է, երբ որ հեթանոսությունից դարձի եկավ, ճանաչեց Քրիստոսին, մաս կազմեց Փիլիպպեի եկեղեցուն, այնպիսի
որակներ դրսևորվեցին իր կյանքում, որ միայն զարմանալ կարելի է։ Այնպիսի որակներ, որ այսօր ես անձամբ պիտի քննեմ իմ անձս եւ տեսնեմ, այդ որակները ես ունեմ։ Պողոս առաքյալ այս նամակի մեջ 3 կարևոր բան է ասում այս անձի մասին, եկեղեցին, Փիլիպպեի եկեղեցին, այս նամակի մեջ ու միջոցով 2 կարևոր բան է ասում այս անձի մասին։ Ընդհանուր առմամբ 5 որակներ կան, 10 չէ, 5 որակներ կան, որոնք պիտի օգնեն մեզ հասկանալու ինչ է նշանակում Քրիստոսանման կյանք ունենալ, օրինակ լինել, ապրել վստահությամբ, ապրել նաև վստահություն շահելով։ Ամենամեծ պայքարը, ցավը, դժվարությունը եկեղեցում գիտեք որն է։ Վստահության պակասը։ Փող վստահության պակասը։ Աստծուն վստահելու մասին չենք խոսում։ Իրար վստահելը։ Բարձրաձայն մի պատասխանիր, բայց մտքումդ այս հարցի պատասխանը տուր։ Ում ես վստահում այս եկեղեցում։ Ում ես 100% վստահում այս եկեղեցում։ Պողոս առաքյալ Փիլիպպեի եկեղեցում մի անձ կար, որին 100% վստահում էր, եւ սա Եփավրոդիտոսն էր։ Աննշան մեկը, ոչ մի ձևով չգիտենք իր մասին ոչ մեկ բան, վարագույրի ետևում գործող, բայց այնպիսի որակներ ուներ, որ առաքյալը իրեն անվանում է առաջին իմ եղբայրը։ Հայերիս մեջ մենք բոլորս իրար եղբայր քույր ենք անվանում։ Փողոցում պատահական հայ էլ տեսնում ես վայ եղբայրս, չասեմ աղբերս։ Սրա մասին չի խոսքը։ Առաքյալը այնքան մոտ էր զգում այն հոգին, Քրիստոսի հոգին, որ Եփավրոդիտոսի մեջ տեսավ, այն նվիրումը, այն Աստծուց ամբողջական կախված լինելը, որ տեսավ, դա իրեն առաջին հենքը, հիմքը, պատվանդանը եղավ, որ կանգնի ու ասի, որ Քրիստոսանմանության օրինակ եք ուզում, խնդրեմ այս մարդը։ Երկրորդ բանը, որ առաքյալը խոսում է այս նամակի մեջ ու ցույց տալիս, որակ, որ միայն ու միայն նախանձելի է, լավ իմաստով, իմ գործակիցը, այս բառը եւ առաքյալի բառամթերքում գործածված այս բառերը ցույց են տալիս անձի ով լինելը։ Մենք եկեղեցում կարող ենք քույր եւ եղբայրներ լինել, նույն եկեղեցում պատկանել, բայց արդյոք մենք գործակիցներ ենք։ Գիտեք սա ինչ է նշանակում։ Գործակից բառի մեջ, եթե բառը հայերեն վերլուծությամբ բացենք, նշանակում է կցված նույն գործին, նույն գործի մեջ, նույն նպատակի մեջ, նույն ջերմերանդությամբ, նույն հոգիով, նույն համոզումով, նույն ակնկալիքով, նույն պատկերացումով։ Առաքյալը Փիլիպպեի եկեղեցուն երբ որ նայեց, Եփավրոդիտոսի մեջ տեսավ մեկին, որ կիսում է ավետարանի հոգին, ավետարանի նպատակը, ավետարանի առաքելությունը, ավետարանի ծառայությունը։ Եվ առաջի գլխում արդեն խոսեցինք, որ առաքյալը անշահախնդիր նվիրումով ծառայողներին առանձնացնում է, ասելով, որ կան ոմանք, որոնք շահից եւ անձնական շահից ելնելով են ծառայում, գործում, բայց կան ոմանք, որ երբեք ուրիշ նպատակ չունեն, միայն Քրիստոսը։ Իմ գործակիցը։ Թիվ 3. Առաքյալը Եփավրոդիտոսին համարում է որպես զինակից, կցված նույն պայքարի մեջ, նույն կռվի մեջ, ունենալով նույն թշնամին, ունենալով նույն նպատակը, կանգնած կողք կողքի, հավասար։ Մարտի դաշտում
ոչ սպայական կոչումդ, ոչ աստիճանդ, ոչ հեղինակությունդ, ոչ ձայնիդ տոնը, ոչ մի նշանակություն չունի, եթե կողքդ զինակից ընկեր չունես, եթե թիկունքդ ամուր չի։ Հոգևոր մարտի դաշտում մենք մենամարտիկներ չենք և կանչված չենք միայնակ մարտնչելու, մենք կանչված ենք միասին, մեկ շունչ, մեկ հոգի, մեկ թշնամի, մեկ նպատակ, համախմբվելու։ Եկեղեցում շատ տարաձայնություններ են լինում, շատ վեճեր են լինում, անհամաձայնություններ են լինում։ Գիտեք ինչու? Որտեղ բոլորս մեղավոր մարդիկ ենք, սխալական։ Եվ շատ հարցերում, շատ անգամ մեր մարդկային եսը առաջ է ընկնում և փոխանակ Աստծո բաները փնտրելու մերն ենք սկսում փնտրել։ Առաքյալն ասում է այդ անձը, Եփաբրոդիտոսը, իմ զինակիցս է և իմ թիկունքս ամուր է, իմ կողքս պարապ չէ։ Պայքարի մեջ եկեղեցին առաքելություն ու գործ ունի անելու և այս պայքարի մեջ կարևոր է վստահել միմյանց, հենվել միմյանց վրա, կառչել միմյանցից, գործել իրար հետ և ոչ թե իրար դեմ։ Այս երեք որակները ցույց են տալիս, թե այս մարդը ինչքան նվիրված էր Աստծուն և այդ նվիրումը ինչպես է դրսևորվում կյանքում եկեղեցու մեջ։ Միայն երևակայեք, երբ որ լուրը հասավ Փիլիպպեի եկեղեցին, որ Պողոս բանտարկված է և կարիքներ ունի, գիտեք ինչ պատահեց։ Եփաբրոդիտոսը կանգնեց ու ասեց, ահա ես, պատրաստ եմ։ Եկեղեցին երկու կարևոր որակներ է տալիս այս հատվածում Պողոսի շուրթերով։ Առաքյալն ասում է, որին ուղարկեցիք իմ կարիքներս հոգալու, այսինքն ինձ ծառայելու համար։ Վստահություն բառը այսօր տարեք ձեզ հետ։ Աստծուն վստահել մեր ամբողջ կյանքում պիտի սովորենք, բայց նաև պիտի սովորենք միմյանց վստահել։ Պիտի սովորենք միմյանց վստահել, գիտեք ինչու, որովհետև Աստված ին նման մեղավորի, քեզ նման մեղավորի համար իր ամենաթանկը վճարեց, առանց խտրականության, առանց երկրորդ անգամ մտածելու, առանց չափ ու ձև անելու։ Եթե Աստված նման ձևով վստահեց իր կյանքը, դրեց իր կյանքը մեզանից յուրաքանչյուրի համար, մենք չվստահելով, բայց եկեղեցի կազմելով, թույլ տվեք սա էլ ասեմ, եկեղեցի խաղալով վտանգում ենք Աստծո գործը։ Այսօր կանչված ենք ամեն մեկս նայելու մեր ներսը և տեսնելու այս եկեղեցում ինձ վստահում են, թե ոչ։ Ես վստահելի եմ, թե ոչ։ Առաքյալն ասում է, Եփաբրոդիտոսին դուք ուղարկեցիք։ Ձեռնունայն չգնաց, դատարկած ձեռն չգնաց։ Եկեղեցու ամբողջ հավաքված նվերները, ինչ որ կարողացել էին, իրենց կարողություններից ավելիով վստահեցին այդ երկար ճանապարհորդության համար, այդ վտանգավոր ճանապարհորդության համար, այդ անկանխատեսելի ճանապարհորդության համար։ Ուղարկեցիք 5-րդ բանը ծառայելու։ Առաքյալը հետաքրքրական բառ է գործածում, որ ծառայությունը բնութագրվում է պատվավոր ծառայություն, նշանակալից ծառայություն, կարևոր ծառայություն։ Այդ ծառայությունը
այդ բառը, որ գործածում է, նշանակում է այդ անձը այնքան վստահելի է եւ արժանի, որ իրեն տվեցիք այդ պաշտոնն ու կոչումը։ Եվ ասում է, եկավ ծառայելու իմ կարիքներիս համար։ Աստծուն ծառայելու լավագույն կերպը մեկս մյուսին ծառայելն է։ Աստծուն ծառայելու տեսանելի գործնական կերպը մեկս մյուսին ծառայելն է։ Համարները, որ առաքյալը շարում է եւ մինչեւ 30-րդ համար գնում, մեզ ցույց են տալիս, որ այս ընթացքը քրիստոսանման կյանքի օրինակի, ապահով ընթացք չէ։ Եփաբրոդիտոսը մերձի մահ, մինչև մահ հիվանդացավ, ասում է առաքյալը։ Մի բան էր այդ ամբողջ ճանապարհը գնալ մինչև Հռոմ եւ հասնելուն պես հիվանդանալ, այն էլ մինչև մահ։ Պատկերացրեք հուսահատությունը, պատկերացրեք ողջ ընթացքի մեջ, թե Եփաբրոդիտոսի միտքն ու մտահոգությունը, թե Բողոսի, թե նաև եկեղեցու, որ լուր հասավ, որ իրենց զինակից, գործակից եղբայրը հիվանդ է։ Եթե կարծում եք քրիստոնեական կյանքը ապահով, սահուն, միշտ կանաչ ճանապարհով, լցված, ուղղորդված, ապահովված կյանք է, նայեցեք այս օրինակին։ Այս օրինակից առավել նայեցեք Քրիստոսի օրինակին։ Եվ ինքներդ ձեզ հարց տվեք, ինչի եք սպասում, ինչ ակնկալիք ունեք այս կյանքից։ Եփաբրոդիտոսը առանց հապաղելու գնաց Հռոմ, հակառակ որ հասնելուն պես հիվանդացավ եւ մինչեւ մահվան աստիճան հիվանդացավ, առաքյալը հետաքրքիր ձևով ցույց է տալիս, որ Աստված ողորմություն արեց, թե իրեն, թե ինձ, թե նաև եկեղեցուն։ Այս բառը, որ այստեղ օգտագործում է, շատ հետաքրքրական է։ Խոսում է այն հիվանդության մասին, որ միմիայն Աստծո միջամտությամբ է բժշկվում, Աստծո առաջնորդությամբ է բժշկվում։ Առասարակ Նոր Գտակարանում այս մերձի մահ հիվանդանալ արտահայտությունը, որ գործածված է շատ հատվածներում Նոր Գտակարանի եւ շատ պարագաներում, ուր որ բժշկությունը անխուսափելի է, այսինքն հաջորդիվ բժշկությունն է գալիս, որպես Աստծո միջամտություն, որպես նշան Աստծո ձեռքի։ Գործք առաքելոցում կարդում ենք, որ Պողոս առաքյալ ինքը ձեռք դնելով բժշկություն արեց։ Եվ անուղղակի ինձ համար հարց է, ինչու, եթե առաքյալը ուներ այդ պարգևը, եթե առաքյալը ուներ այդ շնորհը Աստծուց, ինչու չգործածեց։ Մեկ այլ նամակում եւս կարդում ենք, որ առաքյալը ասում է, ես հիվանդ թողեցի Տրոփիմոսին, երկրորդ Տիմոթեոս 4:20, ես հիվանդ վիճակում թողեցի Մելիտոսում Տրոփիմոսին։ Ինձ համար հարց է, ինչպես է որ միտեղ առաքյալը բժշկում է, Գործք առաքելոց 28-րդ գլուխ 20 համար, երկու օրինակներ կան, որտեղ տեսնում ենք, որ իր համար գործակից եղբայրները մահվան շեմում են եւ ինքը ոչինչ չի անում։ Եկեղեցին, Աստծո եկեղեցին, առաջի դարում Աստծո գործը իրականացնելու համար, Աստծո գործը առաջ տանելու համար, տարատեսակ պարգևներով ու շնորհներով օժտվեց, որբեսի
որբեսի Աստծո ներկայությունը, առաջնորդությունը տեսանելի եւ շոշափելի լինի։ Բայց հետո տեսնում ենք, որ նույնիսկ ավետարանում, նոր գդագարանում ժամանակի ընթացքում պարգևները հետ են քաշվում եւ Քրիստոսի ավետարանը մաքրամաքուր, առանց հավելումների, առանց որևիցե մի բանի առաջ է մղվում։ Սրանից եզրակացություն։ Աստված բժշկում է, անշուշտ։ Աստված առաջնորդում է, այո եւ ամեն։ Աստված իշխում եւ տիրում է, այո։ Որն է եկեղեցու սպասելիքը այսօր։ Պատասխանը մեկ է։ Հավատարիմ գերբով ավետարանը առաջ մղել, հավատարիմ գերբով ավետարանը քարոզել, մնացածը թողնել Աստծո իշխանության, տնօրինության եւ առաջնորդության ներքո, չփնտրել ուրիշ բան, չփափագել ուրիշ բան, չմտածել ուրիշ բան։ Առաքյալն ասում է, իր մահը ինձ համար տրտմություն պիտի լիներ։ Եվ ես աղաչում էի Աստծուն, որ ողորմություն անի։ Մենք բոլորս կանչված ենք աղոթելու միմյանց համար, միմյանց պետքերի համար, միմյանց կարիքների համար, հիվանդության ու ցավի մեջ, նեղության ու դժվարության մեջ իրար նեցուկ լինելու համար։ Կանչված ենք դա անելու։ Միայն պիտի զգուշ լինենք շեշտադրումներից, միայն պիտի զգուշ լինենք հայտարարություններից, թույլ տվեք նաև այս բառը ասեմ, հռչակումներից, զգուշ պիտի լինենք։ Աստված ինքն է գործի տերը, Աստված ինքն է իր ուժով, հոգիով, առաջնորդում, ուղղում եւ եկեղեցին իր ընթացքի մեջ հավատարիմ պահում։ Եվ այդ ընթացքի մեջ մենք կանչված ենք ավետարանը առաջ մղելու։ Եվ ավետարանը ինքնին իր կարող զորությամբ պիտի փշրի պատերը, քանդի կարծրացած սրտերը, հալեցնի եւ մարդկանց դեպի Քրիստոս առաջնորդի։ Երբ որ նայում եմ այս անձի օրինակին Եփաբրոդիտոսի, ինչ եմ տեսնում։ Մարդը ավետարանի ծառայության համար մինչև մահ գնաց։ Սա ձեզ ում է հիշեցնում։ Քրիստոսին։ Քրիստոսին։ Այս նամակի մեջ առաքյալ արդեն ցույց տվեց, որ Քրիստոս խոնարհվեց, որբեսի մենք կարողանանք բարձրանալ։ Եվ բարձրացավ եւ դեպի իրեն է քաշում եկեղեցին, դեպի իրեն է կանչում եկեղեցին։ Այսօր ամեն մեկս կարիք ունենք վերանայելու մեր հավատքը, մեր ընթացքը եւ մեր սպասելիքները եւ տեսնելու այս եկեղեցում, Աստծո այս դաշտի մեջ ես ինչպիսի գործիք եմ, վստահելի, պիտանի, օգտակար, Աստծո ձեռքի մեջ մնայուն գործածվող, ինչպիսի գործիք եմ ես, ուր եմ ես, ով եմ ես եւ ինչպես եմ ապրում իմ կյանքս։ Թող Աստված օրհնի, զորացնի եւ առաջնորդի ամեն մեկիս իր անվան ու փառքի համար։ Ամեն։